ովքեր եւ ինչպես են Հայաստանի ընտրական գործընթացներին միջամտելու փորձեր անում։ Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Նրա խոսքով սա անվերջ պրոցես է, մինչև մի օր այդ դրսի արտաքին կազմակերպիչը կազմակերպական ու քաղաքական ձևով քիթումրթին չստանա։ Սա այն տարբերակ է մեր բարակայում, երբ ասում են դռնից դուրս ես գցում, պատուհանից է ներս մտնում, պատուհանից դուրս կգցես, դռնով ներս կգա։ Եվ դա Ռուսաստանն է, որովհետև ինքը տարօրինակը գիտեք որն է, ինքը այն խորքով է գնում անկում, որ դժվար է պատկերացնել վերականգնումը, կարող է դանդաղի, կարող է մի քիչ արագանա, բայց անկումը ակնհայտ է, բայց իրենք բնազդով շարունակում են Հայաստանի դեմ պայքարը, այլապես չէին պայքարի, ռեսուրսեր չունեն եւ այլն։ Հիմա քանի որ ռեսուրս չունեն սեփական, այստեղ ասենք Ռուսաստանից հավաքում են եւ ոչ միայն Ռուսաստանին բարեկամ եվրոպական երկրներից, խոսքը KGB-ի մասին է, հիմա FSB-ի ասում, դա նույն բանն է, այդտեղ անուն է։ Ինքը օգտագործում է բոլոր հնարավորությունները, ինչ կան անգիտագից զանգված կա, ինչ կան փալաս կա, որտեղ մեզ մոտ դարերով այդ փալասը կա, հակապետական վախկոտ անկախությունից բնազդային վախ ունեցողներ։ Խոսելով գործարարների ներգրավվածության մասին Լևոն Շիրինյանն ասաց, որ Կրեմլը մեկին Ռուբեն Վարդանյանին գործուղեց Բաքվի բանտ, մյուսին Սամվել Կարապետյանին Երևանի բանտ։ Թեև Երևանի բանտում նրա համար իհարկե ավելի լավ է, որտեղից ինչ որ ճառեր է ասում, ղեկավարում է, տեխնացու է դառնում, բայց ինչի տեխնացու է հասկանալի չէ, որովհետև իրավունքներ չունի։ Ռուսաստանն ի վիճակ է Հայաստանում իշխանություն փոխելու, ոչ բացառված է, բայց ինչն է կարևոր Մոսկվայի համար։ Մոսկվայի հետ ներհայկական հակասություններն եւ սրացումներն են։ Եվ այդ իմաստով դա գոչվում է կոնֆլիկտի արտաքին կառավարում։ Եվ հիմա Հայաստանը բաժանված է հայություն երկու մասի։ Ռսաստրուկ ահռելի մի տգետ զանգված եւ շահառու զանգված։ Սա մեկ եւ երկրորդը նրանք, ովքեր Հայաստան են ուզում, որոնց մեջ շատ միշտ էլ վառ է եղել իրենց հազարամյա հայրենիքի պետության ուժը եւ որոնք համառորեն պետություն են ստեղծում, չէ՞։ Եվ երկուսի միջև տեսեք հագասությունը սփյուռք է գնացել։ Թշնամուց վատ են վերաբերվում շատ հաճախ իրար։ Դե ինչ է լինում, Հայաստանի Հանրապետության իշխանությունը լինում է Վաշինգտոնում եւ այնտեղ ինչ որ բանդաներ խանգարում են իշխանությանը։ Ինչ վերաբերում է նրան, որ վերջերս հաճախ է քննարկվում, որ հատկապես Ռուսաստանի Դաշնությունից քաղաքացիներ են բերում, որպեսզի քվեարկությանը մասնակցեն, ինչի մասին խոսում են թե իշխանությունները, թե Սփյուռքում, Լևոն Շիրինյանն ասաց, որ ինքն այդ մարդկանց կոչ է անում փողը վերցնել, ուտել, խմել եւ քվեարկել Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության եւ իրենց բարեկամ կուսակցությունների օգտին։ Փողը կվերցնես, գիտես որ դա քո դեմ եւ քեզ ստրգացնելու փողն է, դեմ քվեարկի։ Հենց Սամվելի դեմ քվեարկի ու վերջ։ Թող սննգանա լրիվ, գիտեք որ նա սննգացման գործընթացի մեջ է, ոչ այդ փողերն ունի, ոչ կարողությունը, ոչ էլ երևի հավեսը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար